ներկայացրեց եւ ապացույցներ իհարկե ոչ, բայց այնուամենայնիվ պարզ դարձավ փաստորեն դատավորի համարահատին բարձր ելույթից։ Ես կարծում եմ, որ դատավորին ի սկզբանե է պարզ, մենք հիմա ընդհանրապես պաշտպանվում ենք, այսինքն ներկայացնում ենք մեր հիմնավորումները եւ փաստարկները, մենք նախնական դատական լսումների ժամանակ էլ եւ պաշտպանի կողմից եւ իմ կողմից ներկայացվել է, որ այս վարույթը իրավական հիմքեր չունի եւ դատան այն ժամանակ որոշում կայացեց, որ այդ հարցերին կանդրադառնա այլ փուլերում։ Եվ մենք հստակ հիմնավորում ենք, արդեն քանի որ ըստ մենք վերջին փուլում ենք, բոլոր գործողությունները կատարվել են, մենք ունենք վերջնական փաստեր։ Վերջնական փաստ, որ չկա հաղորդում հանցագործության մասին, որ չկա հանցագործություն։ Դիրքորոշման վերահաստատումն է, Ղազարյանը առաջին իսկ օրերից դրա մասին խոսում էր, այս ընթացքում դարձավ իրավաբան, թե արդեն իրավաբանը դա։ Ընթացքում չէ, այս ընթացքում դարձավ նաև Էդգար Ղազարյանը իրավաբան, արդեն որպես իրավաբան են նոր նույն դիրքորոշումները հայտնում։ Իրավաբանների համար բավական հետաքրքիր է, որոշ փաստարկներ կան, որ մենք շատ հաճախ չենք լսում դատական դալիճներում, բայց գուցե դրանք հետաքրքիր թվան նաև բազմաթիվ են փաստարկները դուք ինչպես տեսնում եք եւ առնվազն դրանք հետաքրքիր են։ Ես հաճախ բավական մտածում եմ նաև Ղազարյանի փաստարկների վրա։ Սա մեր եզրափակիչ ելույթների փուլն է, դրանից հետո կարճ անդրադարձներ են, ինչպես նախկին օրենսգրքում մեր նշված ռեպլիկներ են լինելու, մեղադրանքի կողմից ներկայացվածի վերաբերյալ, հետո մեր կողմից իրենց ռեպլիկի վերաբերյալ եւ ամենավերջում այսպես կոչված վերջին խոսքն է։ Հիմա դրա անունը փոխված է, եզրափակիչ հայտարարություն չէ, կարծեմ։ Մենք միշտ ունենք հնարավոր չի մասնակցել գործընթացի չունենալ որոշակի ակնկալիքներ, ես ակնկալում եմ, որ մենք ունենալու ենք արդարացի դատական ակտ, որը ես պատկերացնում եմ արդարացման ձև։ Պարոն Ղազարյան, իսկ կներեք, ես մեզ ակտի անեմ դատարան։ Պարոն Ղազարյան, տպավորություն է, որ այն ինչ որ դատական համակարգիչեր արել, այսինքն ձեր ելույթը ուսումնասիրել, հետազոտել, այն ինչ որ պիտի արվեր, դա էլ ձեզ որպես վկայական չէին արել, բայց դուք այսպես շատ հանգամանորեն ձեր ելույթը ուսումնասիրել էիք, փորձել եք ճշտել հասցեները, փորձել եք ճշտել, ի վերջո ինչ եք ուզեցել ասել։ Նախ ինձ այս ընթացքում իրավաբանորեն շատ զինել է դատախազությունը։ Ես տեղ էլ ասեցի, որ ասենք երբ որ պատգամավորները ինձ խտրական վերաբերմունք են ցուցաբերել իմ նկատմամբ, այսինքն կատարել են ենթադրյալ հանցանք։ Ես դիմել եմ դատախազություն, որ վարույթ նախաձեռնեն։ Իրենք որ վարույթ չեն նախաձեռնել, հետագայում երբ բողոքարկել եմ դատան, հետ ես իրանց գրածներից եմ արտագրել բերել։ Հիմա ես իրանց գրածը բերում եմ դնում եմ իրանց դատախազի դիմաց, ասում եմ ես ձեր գլխավոր դատախազի տեղակալը Վճռաբեկ բողոք, որ հասել ենք Վճռաբեկում եմ, էլի ես հիմա իրանց հաղթում։ Այս Վճռաբեկ բողոքը որ բերել անդե այս մարդու իրավունքների եվրոպական դատանի վճիռներից մեջբերումներ արեք, թե ոնց պիտի քրեական գործ չհարուցեին։ Բայց եթե դուք գիտեք, որ այդպես դեպքերում քրեական գործ չի հարուցում, իմ դեպքում ինչի՞ է գործ հարուցե, եթե հաղորդում չկա։ Ես ես ներկայացրել եմ պատշաճ հաղորդում, դատաները ասում են Էդգար Ղազարյանի կողմից ներկայացվել է պատշաճ հաղորդում, որի հիման վրա պետք է հարուցվեր քրեական վարույթ։ Դուք այդ դեպքում վարույթ չեք նախաձեռնել։ Բայց Սամվել Առաքելյանի մի հատ վերացական գրություն գլխավոր դատախազին դիտել եք որպես հաղորդումը վարույթ եք նախաձեռնել։ Կես ամիս հետո ներկայացված։ Այո, ու բանել ինչ, բա որ ուսումնասիրել եք փաստերը, տեսել եք որ այս հանցան ինչի գործողություն չեք կատարել։ Այդ որ պահից որոշեցիք ինձ պիտի, այսինքն ակնհայտ է որ այստեղ խտրական սուբյեկտիվ վերաբերմունքը իմ նկատմամբ որպես քաղաքական գործի։ Կամ ասենք եթե ես 2024 թվականին ընդհանրենք հոկտեմբերի 8-ին ելույթ եմ ունեցել։ 2025 թվականի փետրվարի 21-ին իմ հեռախոսը վերցնում եք, որ ինչ անեք։ Քույս հովի կաղազարանը չեն վերցնեք տանեք, մեջի ինֆորմացիան նայեք, բաժանեք ԿՊ վարչության նիստի անդամներին, ԿՊ-ի վարչության անդամ լինեի, ոշխարների գործի մեջ եղածն է, ասենք իմն էլ ենթադրենք ոշխար չլեր, թող լեր արաբական ձի ենթադրենք։ Արաբական ձիերի գործի մեջ ինչ-որ ներգրաված լինեի, տանեին, վերցանեին, դնեին ԿՊ վարչության նիստին, Ալփի Դավոյանը կարծիք հայտներ, բայց ես ԿՊ-ի վարչության անդամ չեմ, իմ հեռախոսն չեք վերցնում։ Ձեր ինչ գործն է ինչ կա իմ հեռախոսի մեջ, չէ՞։ Ակնհայտ է, չէ՞ որ սա գործի հետ կապ չունի, ինձ խնդիրներ են ուզում ստեղծեն։ Բայց էլ հիմա որտեղ իմ իրավունքը պաշտպանեմ։ Բողոքարկել եմ իրաց որոշ դատարանն է այդ։ Հիմա եկել եմ դատարանին մանրամասն այդ բոլոր հանգամանքները ներկայացնում եմ, որպեսզի դատարանը գնահատի, որ այստեղ իրավական հիմքեր չկան, վարույթը նախ պետք է կարճվի իմ կարծիքով, եթե չի կարճվում, այսինքն գնում ենք վերդիկտի կայացման, դա պետք է լինի
Միայն ու միայն արդարացման վերդիկտ, ես ուրիշ որևէ բան ուղղակի այս գործի նյութերով չեմ պատկերացնում։ Տեսեք հիմա հաջորդ նիստի եթե ժամանակ ունենա գա, հրավիրում եմ սիրով, ասենք այդ ապացույցների հետազոտման փուլն է։ Ոչ մի ապացույց չունեմ, ոչ մի։ Ընդամենը բերել են տեսանյութերի հղումները։ Ասենք լավ, ես այդ տեսակետը ասել եմ, ո՞նց է ապացուցում, որ դա արատավորող տեղեկությունն է որևէ մեկի մաս։ Ոչ փորձագետի եզրակացությունն է, ոչ վկայի ցուցմունքը։ Լսել են իրաց դուր չեք, ասում, դե որ ես բան ասում, ուրեմն դա բան կլինի, արատավորող տեղեկություն կլինի, որ կվնասի համանդրական սուբյեկտիվ ընկալումներով, դատողություններով մարդ են դատում են ինպես մարդուն, դա դժվար գործ է, դա դժվար գործ է։ Դրա համար ես նստած հետևողական աշխատում եմ տարբեր աղբյուրներից տեղեկություններ եմ վերցնում եւ ցույց եմ տալի, որ այստեղ իրենք ուղղակի ապացույցներ չունեն։ Ապացույց չունեն ինձ մեղադրելու։ Տարբեր ամսաթվեր կան ու հիմնականում ՍԴ-ի որոշումից հետո, այսինքն երբ որ այդ սեպտեմբերի 26-ին հրապարակվեց Ադրբեջանի այդ սահմանային հարցերի հանձնաժողովի այդ որոշումը, դրանից հետո Սրբազան պայքարի հանրահավաքի ժամանակ է եղել է դրանից հետո իմ հարցազրույցներում։ Ընդ որում լրիվ հիմնավորացում առանց փաստերի, լրիվ փաստերով, իսկ ոնց առանց փաստերի։ Ես ասում եմ, որ այն ոնց որ ստեղ էլ ասեցի, Ադրբեջանում դա չի վավերացվել, դուք ինչի եք վավերացնում։ Կամ Ադրբեջանի սահմանային հարցերի հանձնաժողովի կանոնակարգը ինչ կապ ունի Հայաստանի անկախության հռչակագրի հետ, Ալմատայի հռչակագրի, ԱՊՀ-ին Հայաստանը անդամակցել է Ալմատայի հռչակագրով, դա հիմա Ադրբեջանի սահմանային հարցերի հանձնաժողովի ինչ կապ ունի։ Ադրբեջանը ԱՊՀ անդամ երկիր է դրա համար։ ԱՊՀ անդամ երկիրը նաև Ղազախստանը, բա որ Ղազախստանի հետ միջպետական բազմաթիվ համաձայնագրեր եք վավերացրել։ Իսկ սահմանադրական դատանը քննության առարկա չի դարձրել անկախության հռչակագիրը, հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ Ակնհայտ է, չէ՞ որ սա կոնկրետ վերցրել է, ընդ որում մի կարևոր բան ասեմ ձեզ։ Այդ ՍԴ-ի որոշումը ընդունելուց եւ վավերացնելուց հետո Մեհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆայևի հետ հանձնաժողով, որ պիտի այդ կանոնակարգով աշխատեն, հələ մի միլիմետր սահման չեն սահմանագծել։ Այսինքն 24 տվից հիմա 26-ին է տարուկես անցել է։ Հանձնաժողովի կանոնակարգ ունեն, որ այդ կանոնակարգով հանձնաժողովները ցեն աշխատել սահմանազատում անեն, չէ՞։ Մի միլիմետր սահման սահմանազատած չի այդ որոշումը, այսինքն պարզ է այլևս փաստ, որ այդ որոշումը կայացում էր միայն անկախության հռչակագրի վերաբերմունք արտահայտելու համար։ Համազգան մեղադրող դատախազը ասաց, որ իրեն բաներ եք վերագրում, որ ինքը չի ասել, բայց դուք իր մեղադրական եզրակացությունից եք, չէ՞, օգտվում, որ ուզում եք հրաժարվել իր եզրակացությունից։ Չէ, ինքը այդ է, ինքը ասում է եզրակացությունը գրելա քննիչը, ես հաստատել եմ։ Եթե քննիչը հիմա ասենք թե ինչ ասես ընդ գրի դու պիտի ասես, բայց հաստատման ֆունկցիան չի դրած դատախազը, որ դու ծանոթանաս, տենաս ճիշտ է գրես, սխալ է։ Օրինակ կարդում ես, ասում ես ՍԴ Արման Դիլանյանը գրած է ՍԴ նախագահ, քննիչին ասում ես, ես ո՞րց ես կարդել, քննիչ ես, ո՞ր ես կարդացել։ Դες բան չկա, ոչ մի Արման Դիլան սահմանադրական դատանի նախագահի որոշում չկա։ Գրել ես, ո՞րց ես կողմ, հիմքդ բեր, բայց հաստատում եմ, չէ՞, պետք է հետ վերադարձներ։ Երբ որ ինքը դա հաստատել է, նշանակում է ինքը արդեն պատասխանատվություն է կրում ընդ ամբողջ տեքստի համար։ Կարող է փոշմանել, չէ՞։ Դե փոշմանելա դու նստած է, թողնի ասեք 1000 ներողություն, դե լավ էլ հասկացան։ Վերջի տոնի դա։ Պարոն Ղազար, այս գործի հետ կապված շատ ճանապարհ ունեք ըստ ձեզ դեմասնելու։ Ես կարծում եմ, որ հաջորդ նիստը դրած է հունիսի 9-ին, ես երևի կվերջացնեմ իմ ելույթը, հաջորդ նիստին դատանը կարող արդեն ասնի որոշումը կայացնել, կարծում կարող ենք հունիսինով ավարտել, այսինքն արդարացման որոշումը կայացնել, արդարացման որոշումին մենք չենք բողոքարկի։ Շնորհակալություն։